թոշակի եթերում եւ այս չորեքշաբթին, ինչպես եւ յուրաքանչյուր չորեքշաբթի, առանձնահատուկ է, քանի որ ես որոշել եմ շատ համեղ սենդվիչներ պատրաստել։ Մեզնից շատ երևի քչերն են, որ սենդվիչներ չեն սիրում, առավել եւս նրանք, որոնք առողջարար են եւ լեցուն են վիտամիններով։ Այսօր ուրեմն բոլորս միասին հարգելիներս պատրաստելու ենք երկու տեսակի, ոչ մեկ, այլ երկու տեսակի սենդվիչներ, բայց անշուշտ ես պետք ունենամ ձեր օգնությանը։ Դե եկեք անցնենք խոհանոց եւ սկսենք մեր աշխատանքը։ Թե գնացինք։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, ահա եւ մենք գտնվում ենք խոհանոցում եւ ինչպես բոլորը գիտեք, հատկապես նրանք, որ հետևում են հաղորդումներին, պետք է ծանոթանանք բաղադրատոմսի բաղադրամասերին։ Ինչից է այն բաղկացած։ Առաջինը օգտագործելու եմ ուրեմն կարմիր սոխ, երկրորդը սխտոր, ընդամենը 1 կամ եթե սխտոր շատ եք սիրում, կարող եք 2 բջեղ օգտագործել։ Օգտագործելու եմ խարմ ռեհան, ահա այս կանաչ գույնի ռեհանը, անշուշտ սև պղպեղ եւ ձիթապտղի անարատ ձեթ։ Այստեղ ունեմ արդեն եփված պատրաստ ուրեմն հավի միսը մանրացված։ Սա իմիջիայլոց ասեմ, պարտադիր չէ ինքներդ պատրաստեք, շատ ավելի հաճելի կլինի, եթե խանութից պատրաստի հավերը գնեք, որոնք շամփուրների վրա կապակվում են, այդ հավերը ինքնատիպ ավելի համուն են եւ խորովում են։ Հենց այդ համն է, որ մենք պետք ունենք այս բաղադրատոմսի համար։ Հետո ինչի կարիք ունենք։ Ինչպես միշտ անշուշտ kosher աղի, այստեղ ունեմ մայոնեզ, ընդամենը բաժակի 1/3 չափով, այստեղ ունեմ ուրեմն roasted red bell pepper, այսինքն արդեն տապակված, պատրաստի պահածոյացված կարմիր պղպեղները, նույնիսկ չարչարանքի կարիք չկա, եւ որ հիմնական բաղադրամասն է հանդիսանում, սա մեր հացն է, բայց սրա համար շատ լավ կլինի, եթե օգտագործեք բազմաթիվ grain-ներ, այսինքն տարբեր հացահատիկային բույսերից ուրեմն պատրաստված այս հացերը, որոնք ինչպես անգլերեն են ասում, hearty flavor ունեն։ Դե հիմա ուղղակիորեն գործի անցնելով, ուրեմն սկսենք առաջին հերթին կտրատել մեր սոխը, ինչպես միշտ, սոխը կտրելու ձևը արդեն բոլորդ էլ գիտեք, որ բավականին դյուրին է, ահա, կեղևը դուրս կբերենք այսպես, ինչպես գիտեք շատ է, հատկապես կարմիր սոխը, երբեմն շատ դժվար է լինում զատելը, որովհետև հիմնականում նրանք հատկապես արտաքնապես գեղեցիկ չեն լինում, այն կարող ենք անշուշտ օգտագործել տանը, դա նորմալ է, բայց երբ նմանատիպ շոուների, հաղորդումների համար փորձում ես գտնել արտաքնապես անգամ գեղեցիկ սոխեր։ Դե ինչ, սա բավականին լավ վիճակում է, ուրեմն անմիջապես կարող ենք անցնել գործի եւ բարակ այն կտրատել։ Կարող եք ամբողջությամբ կլորակել կտրատել, բայց ես շատ մեծ չեմ ուզում որ լինեն իմ սոխերը, ուստի ես ահա այս դիրքով այն կկտրատեմ։ Վերցնեմ այստեղից պնակ, որտեղ կդնենք մեր բոլոր կտրատված բարականները։ Ուրեմն ես օգտագործել եմ իմիջիայլոց հիշեցնեմ սոխի ընդամենը կեսը, ոչ ամենը։ Այստեղ ես ունեմ սխտորը, ինչպես արդեն հիշում եք, հուսանք որ համար չի մեր սխտորը, եւ հեշտությամբ այն դուրս կգա, շատ բարի, բավականին լավն էր։ Հիմա սա է այսպես, մաքրությունը ընթացքում հիանալի է, քանի որ երբ որ կուտակվում են թե պնակները, թե կեղտոտ ընդհանրապես աշխատանքի համար մակերեսները, շատ դժվար է լինում վերջում ամեն այսպես ասած գլուխ բերել եւ մաքրությունը եւ այդ աշխատանքը շատ ավելի բարդ է լինում։ Բայց երբ ընթացքում ենք անում այս process-ը, անշուշտ մեզնից ոչինչ չի մնում, միայն ըմբոշխնել մեր աշխատանքի արդյունքը եւ հանգստանալ ու վայելել այն մեր հարազատների, բարեկամների հետ, ում համար որ այն պատրաստում եք։